Պարոն Սողոմոնյան, Իրան ԱՄՆ պատերազմը մեկ ամսից ավելի է ձգվում է ու կարելի ասել, որ այս անկայունությանը վերջը կարծես չի երևում, որովհետև մեկը Թրամփը հայտարարում է մի կողմից բանակցությունների ստեղան վերադառնալու մասին, մյուս կողմից նաև սպառնում է Իրանի միջուկային օբյեկտների ոչ միայն ոչնչացմամբ, այլ նաև ապագայում հայտարարում է, որ Իրանը երբեք միջուկային օբյեկտներ, այլևս միջուկային զենք չի ունենա։ Հիմա ինչ է ստացվում ըստ ձեր դատողությունների, այս մեկ ամսից ավելի տևող այս հակամարտության ելքը ո՞րն է լինելու։ Միջուկային զենք ձեռք բերել պատրաստվող պետությանը, որը ունի մեծ տարածք, խորը թունելներ, թունելային ենթակառուցվածքում տեղի ունենում ռազմական արդյունաբերության զարգացում, արտադրում է մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ եւ նաեւ կապված է այնպիսի պետությունների հետ սերտ կապերով դաշնակցային, որոնք նույնպես միջուկային են եւ միևնույն ժամանակ հակազդում են Ամերիկայի Միացյալ Նահանգների համաշխարհային ոստիկան դառնալուն, համաշխարհային հեգեմոնիկ ձգտումներին, այդպիսի պետությանը օդային հարվածներով, որոնք թեև ծանր հարվածներ են, բայց օդային հարվածներով հնարավոր չէ ետ պահել նրանից ինչ որ ուզում է։ Այդպիսի պետությանը հնարավոր չէ նաև ցամաքային գործողությամբ ծնկի բերել։ Նպատակը, որ հայտարարված էր, տապալել Իրանի վարչակարգը, տեղի չունեցավ։ Մենք տեսանք, որ Իրանը ցույց է տալիս աներևակայելի նույնիսկ դիմադրողականություն եւ կարողանում է պատերազմը իր դեմ վարվող պատերազմը, իր դեմ վարվող գործողություններին ոչ սիմետրիկ, ասիմետրիկ անհամաչափ պատասխաններ տալ, որի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի շատ է սկսել խոսել բանակցությունների մասին։ Դա ցույց է տալիս, որ այն նպատակները, որոնք որ հայտարարված են, ձեռք բերված չեն։ Գուցե Իրանը այս պատերազմից թուլացել է, բայց միջուկային ծրագրից, եթե ունի, ակնհայտ չի հրաժարվել եւ առնվազն միջին հեռահարության ուժեղ ազդեցության բալիստիկ հրթիռներից եւս չի հրաժարվել եւ այդպիսով ռազմավարական առումով կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի հասել իր նպատակին, ձախողել է իր նպատակը եւ մոտ ապագայում էլ եթե պատերազմը չդառնա շատ երկարատև, հյուծիչ պատերազմ, որը եւս Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշոր պլանին թույլ չտալու արևելյան կիսագնդում անվիճելի հեգեմոնի առաջացումը, այդ պլանը եւս կարծում եմ, որ ձախողված է այս պահին։ Որպես այդպիսին հոգնեցուցիչ երկար պատերազմի օրինակ փորձագետները բերում են այն, որ հնարավոր է ցամաքային ներխուժում ու որպես այդպիսին օրինակներից նշում են, որ Թրամփի վարչակազմը 3000-ից ավելի զինծառայող է բերել տարածաշրջան, Թրամփն էլ մի կողմից հայտարարում է Իրանի Խարկ կղզին գրավելու մտադրության մասին։ Հիմա օրինակ ըստ ձեզ նման սցենար դիտարկել հնարավոր է թե չէ, արդյոք ցամաքային ներխուժման վտանգ կա եւ մի բան էլ, եթե օրինակ նման բան լինի, մեզ տարածաշրջանի վրա ինչպես կանդրադառնա, որովհետև լավ գիտենք, որ Իսրայելի անմիջական, այսպես ասած, բարեկամը մեր տարածաշրջանում Ադրբեջանն է։ Բնականաբար ցանկացած ռազմական գործողություն, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին մոտ տարածքներում է տեղի ունենում, մեզ համար խիստ վտանգավոր է։ Սցենարը, որ ցամաքային գործողությամբ հնարավոր կլինի Իրանը ծնկի բերել, խիստ անհավանական եմ համարում։ Մենք տեսել ենք, որ Ռուսաստանը արդեն ավելի քան 4 տարի իրեն անմիջապես սահմանակից պետության տարածքում, Ուկրաինայի տարածքում, թեև հաջողությունների հասել է որոշ տարածքներ գրավելու առումով, բայց իր դրած նպատակին եւս դեռևս չի հասել։ Այսօրվա աշխարհը, պատերազմավարման այսօրվա ձևերը մի տեսակ փոխել են տապատերազմների տրամաբանությունը։
հին ժամանակներն անցել են, երբ որ մտնում էին զորքերը եւ այդպես հաղթական արշավով գնում էին, հասնում էին մինչև մայրաքաղաքներ։ Իրանի պես պետությունը, որտեղ կա շատ ուժեղ գաղափարական բաղադրիչ Իրանի ռազմապաշտպանական համակարգի մեջ, ցամաքային գործողությամբ 3000 զինվորներով իրականացնելը շատ բարդ խնդիր է։ Մանավանդ այս պայմաններում, երբ որ Իրանի դեմ պատերազմին Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում շատ ուժեղ դիմադրություն կա, խոսքը ոչ միայն վերլուծական շրջանակների մասին է, այլ նաև քաղաքական շրջանակների մասին է, այդ թվում հենց իշխող հանրապետական կուսակցության ներսում։ Հետևաբար, այս պահի դրությամբ ինչ ենք տեսնում մենք։ Այս պահի դրությամբ իմ կարծիքով նկատելի է exit strategy-ի իրավիճակից ելքի փնտրտուք ամերիկյան ղեկավարության մոտ։ Հույս ունենանք, որ ինչ-որ ելքը կլինի, որից որ նրանց վարկանիշը շատ չի տուժի եւ մեզ համար խիստ բացասական նշանակություն ունեցող պատերազմը կավարտվի։ Բայց եթե պատերազմը շարունակվի եւ Իրանի համար հատկապես անցանկալի հունով գնա, սա է մեզ համար վտանգավորը։ Մեզ համար վտանգավոր է առաջին հերթին այն տեսանկյունից, որ եթե էսկալացիան շատ լինի եւ ցամաքային գործողություն լինի, բայց ես ամեն դեպքում նորից եմ ասում, քիչ եմ հավանական համարում, ապա Իրանի կողմից կլինի ուժերի կենտրոնացում դիմադրության վրա, ինչը որ հնարավորություն կտա թուրք-ադրբեջանական տանդեմին ուժով բացելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Մեզ համար ամենաէական խնդիրը սրա հետ է կապված, բայց բացի կոնկրետ ռազմական այս սպառնալիքից, ռազմական ռիսկերից, վտանգներից, նաև մեզ համար առկա է մատակարարումների շղթայի խզման հարցը, որովհետև մեր շնչուղիները Վրաստանով է եւ Իրանով է։ Վրաստանով ավելի շատ է տեղի ունենում իհարկե, քան Իրանով, բայց Պարսից ծոցով մատակարարումները եւս կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Ընդհանուր առմամբ նաեւ իրավիճակը, որ ստեղծվել է, բերում է միջազգային շուկայում էներգակիրների գների թանկացում, իսկ այդ ամեն ինչը նաեւ ազդում է ընդհանուր առմամբ ապրանքների գների վրա։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, որ ցավոք սրտի ինքնաբավ պետություն չէ, իր պարենի տեսանկյունից, առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքների տեսանկյունից եւ ներմուծող պետություն է, սա նաեւ տնտեսական ազդեցություն կունենա։ Էլ չխոսած նաեւ եթե պատերազմը գնա մեզ համար եւ նաեւ Իրանի համար անցանկալի հունով, այսինքն ավերածություններ շատ լինեն, հումանիտար ճգնաժամեր, եթե Աստված մի արասցի առաջանան, ապա այստեղ նաև հումանիտար խնդիր է առաջանալու եւ մեծ թվով մարդկանց տեղափոխվելու, փախստականների, անկառավարելի հոսքերի խնդիրներ կարող են առաջանալ։ Պարոն Սողոմոնյան, տեսեք, խոսեցինք նաև ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների կողմից Իրանի դեմ պատերազմի ոչ միանշանակ կողմ լինելու մասին։ Գիտենք, որ արժևում միջանկյալ ընտրություններ են ԱՄՆ-ում եւ կարող ենք ասել, որ Թրամփի այս հակասական հայտարարությունները մեկ պատերազմը շարունակելու, մեկ բանակցությունների սեղան նստելու մասով հենց սրան է ուղղված, այսինքն նա պատերազմը սկսել է ճիշտ է Իսրայելի, այսպես ասած, դրդմամբ, որքան էլ որ իրանք ասում են, թե պատերազմի նախարարությունը, ինչպես իրենք են անվանում, ամեն սպառնալիքներ հաշվի տակ դրել են, նոր անցել է պատերազմի, բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, սա հասարակությանը կերակրելու ինչ-որ մեթոդ է Թրամփի կողմից, ու միջազգային հարաբերությունների տեսանկյունից, նման ղեկավարների վերջը ինչ է լինում, որովհետև միջանկյալ ընտրությունները ԱՄՆ-ում շատ կարևոր են միջազգային հարաբերությունների տեսանկյունից, որովհետև հետագայում սպասվում են նաև նախագահական ընտրություններ, դրանք ուղղակի ազդեցություն ունենալու են։ Այն, որ պատերազմը Իսրայելի դրդմամբ է տեղի ունեցել, կամ այն, որ Վաշինգտոնը դարձել է իսրայելյան քաղաքականության պատանդը, սա
Բավական տարածված տեսակետ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում, ազդեցիկ շատ ռեալիզմի հատկապես ուղղության այնպիսի վերլուծաբաններ, ինչպիսին օրինակ Ջոն Միրշայմերն է, հատկապես սա է պնդում, որ Իրանի վրա ամերիկյան հարձակման հիմնական շարժառիթը գալիս է ոչ այնքան օբյեկտիվ պատկերացումներից, Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի օբյեկտիվ գիտակցումից եւ գնահատումից, որքան իսրայելական լոբբիի ազդեցությունից։ Սա կարծիք է, որ իհարկե իրավունք ունի գոյություն ունենալու, չենք կարող ասել, որ սա միակ նկատառումն է, իհարկե Իրանի հետ կապված գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հատկապես կարևորվում են այն տեսանկյունից, որպեսզի կանխվի, անգլերեն ասում են containment, այսպես ասած, զսպվի Չինաստանի բարձրացումը, այս տեսանկյունից է։ Բայց որքանով որ կարողանում եմ ես հասկանալ ընթացքից, այս ամեն ինչը ավելի է արագացնում Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մերձեցումը, որը նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ոչ ցանկալի սցենար է, այսպես հուշում մեզ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպիսի համակարգ է, այնպիսի պետություն է, որտեղ քաղաքականությունը արտաքին քաղաքականության վրա ներքին գործոնները մեծ նշանակություն են ունենում, անգլերեն ասում են bottom up politics, ներքևի ազդակները նշանակություն ունենում են արտաքին քաղաքականության վրա, կարևոր ազդեցություն ունենում են։ Այս պատերազմի ընթացքից է կախված, եթե այս պատերազմում ավելի շատ, եթե ցամաքային գործողություններ են տեղի ունենում եւ ավելի շատ ամերիկացիներ են սկսում զոհվել, ապա հասարակական տրամադրությունների վրա սա անպայման ազդում է, ազդեցություն ունենում է։ Եթե համաշխարհային տնտեսությունը սկսում է լուրջ վնասներ կրել, սա եւս ունենում է իր ազդեցությունը։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարություններից շատ կտրուկ փոփոխություններ են սկսում տեղի ունենալ բորսայում, սա եւս կարծում եմ, որ իր ազդեցությունը ունենալու է։ Եվ առաջիկա այդ միջանկյալ, այսպես ասած, ինչպես որ դուք նշեցիք, ընտրություններին դա հստակ ցույց է տալու եւ քաղաքական հակառակորդները Թրամփի անպայման այդ հանգամանքը մատնանշելու են այն, որ դու խաղաղության Նոբելյան մրցանակի էիր հավակնում եւ ասում էիր, որ կգաս եւ աշխարհում խաղաղություն կհաստատես, մասնավորապես դադարեցնելով ուկրաինական պատերազմը եւ այլն, ինչը ցույց է տալիս, որ ուղիղ հակառակն է տեղի ունենում։ Այնպես որ կարծում ենք, որ այո, իրենց ազդեցությունը կունենա առաջիկա այդ միջանկյալ ընտրությունների ժամանակ։